Եթե Արցախը նույնիսկ նոմինալ թղթի վրա վերադարձնեն, այնտեղ պարզ է, որ հայ չի ապրելու, հա, եթե չկա ճանապարհ, չկա կոմունիկացիա, մարդիկ ոնց են գնալու ապրեն այնտեղ։ Պարզ է, որ եւ Ադրբեջանը 1000 անգամ հայտարարել է, որ ես ինձ պատկանող ոչ մի տարածք հետ չեմ վերադարձնելու, այնպես որ պատրանքներ պետք չի ունենալ այս ամեն ինչի մեջ։ Այո։ Եվ միևնույն ժամանակ նորից վերադառնալով եկեղեցու հետ հարաբերություններին, հա, թվում է թե մի 6-7 ամիս է արդեն գնում է, խոսույթը տարածում է, փորձում է այս ճանապարհով, այն ճանապարհով, ներսում պառակտելով, դրսից սպառնալիքներով, շանտաժներով, տեսանյութեր տարածելով, ամեն կերպ փորձում է եկեղեցին հպատակեցնել իրեն, չի ստացվում եւ թվում էր թե լավ ինչ որ մի պահից ամեն մի խելամիտ մարդ կհասկանա, որ այս չստացվող ծրագիր է, ինչու եմ շարունակում այս ծրագրով գնալ առաջ, բայց ինքը համառորեն հիմա նորից հիմա էլ գնում է Արարատում է պատարագի մասնակցելու, նորից ասում է, որ եկեղեցու ներսում կան հոգևորականներ, որ մեզ հետ են, փորձում է աղոթքի նախաճաշ անել, դրսից մարդկանց բերել ցույց տալ, որ ինքը հավատացյալ է, քրիստոնյա է եւ այլն, եւ եկեղեցին չի խնդիրը այստեղ, հենց հոգևորականներն են խնդիրը, ու այդ սև գործը փորձում է առաջ տանել։ Ինչա պետք անել, ոնց դրա դեմն առնել, ոնց հասկացնել այս մարդուն, որ այդ քո ասած պառակտումը, որ ասում ես մարդիկ զզվել են, առաջին հերթին հենց այս սրանից են զզվել։